Սիրելի հայրենակիցներ, Ազգային բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը առաջնահերթ կարգով քննելու միջնորդություն է ներկայացվել դատարան վաղը տեղի է ունենալու Կարապետյանի դեմ բացված գործերով առաջին բաց դատական նիստը։ Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարի փաստաբանները պնդում են, որ ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժի լիդերը զրկված է թիմակիցների հետ ներկուսակցական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից, քանի որ տնային կալանքում է շփման շրջանակը խիստ սահմանափակված է։ Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետեւ կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը ողջունելու Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքից հետո սկսված հետապնդումները փաստաբանները քաղաքական են շարունակում համարել եւ շեշտում են, որ մի քանի գործերը, որոնք իրավապահ մարմինները բացել են ազգային բարերարի դեմ, մեղադրող կողմը չի կարողանում ապացուցել եւ այդ մասին արդեն կան դատական ատյանների որոշումներ։ Վճռաբեկ դատարանը այս քաղաքական հետապնդման պայմաններում ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա։ Մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ դե կոչի դրվագի հետ կապված կարծում եմ միայն բոլորի մոտ ժպիտ է առաջանում, որովհետև մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հիշեցման կարգով Հայաստանի Հանրապետությունում ըստ քննչական եւ դատախազության մարմինների հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Հիմա այս 3 մեղադրանքների տեսանկյունից ամփոփելով ընդգծենք մեկի վերաբերյալ վճռաբեկ դատարանը ասել է գործը կարճեք, դադարեցրեք վարույթը, մի զբաղվեք դրանով, ամոթ է։ Մյուս դրվագի վերաբերյալ ասել է շատ ցածր է ենթադրյալ հիմնավոր կասկածը, եթե չեք կարողանում ամրապնդել կրկին դադարեցրեք հետապնդումը մի ծանրաբեռնեք հակակոռուպցիոն դատարանը։ Իսկ կոչի դրվագի վերաբերյալ դե քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո ինչ ասենք, այստեղ իրավաբանությունը ընդհանրապես չի գործում, կարող ենք պարզապես փակել ամբողջ իրավաբանությունը ընդհանրապես։ Իդեպ այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է տնային կալանքում գտնվող ազգային բարերարը տեսանկարահանել իր շաբաթօրյա ուղերձը։ Կադրերում երևում է, որ նկարանող խմբի դերում Կարապետյանի ընտանիքի անդամներն են, նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փոփոխությունը գալիս է։ Ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու։ Այս մասին ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով իրենց ծրագիրը, որը ներկայացնում է տեսանյութում, կփոխի Հայաստանում կրթության հանդեպ վերաբերմունքը։ Ուժեղ Հայաստանում լինելու է այսպես։ Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրելու է կրթության նախարարությանը, ասելու է, եթե դու ընդունես համալսարանում բացես տեղեր այս երիտասարդների համար, այս ոլորտների, մարքեթինգի մասնագետ, վաճառքի մասնագետ, նաև գիտական ինչ-որ ուղղություններ, տարբեր ուղղություններ, օրինակ քիմիայի մեջ, քանի որ նավթարդյունաբերություն է զարգանալու, ես երաշխավորում եմ, որ 4 տարի հետո նրանք բոլորը կունենան աշխատանք։ Դա ծնողների համար երաշխավորություն է, որ այդքան տարի իրենց գրպանից վճարելով երեխայի, երիտասարդի ոչ միայն կրթությունը, այլ ով շրջաններից է տեղափոխվել այստեղ բնակվելու գումարը հնարավորություն կունենա շատ արագ իրենց երեխան, իրենց երիտասարդը աշխատանք գտնել Հայաստանում։ Բոլորս Դավիթ Մինասյան ենք պաստառով շարունակվում է մայրերի նստացույցը դատախազության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են փոփոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը։ Նստացույցի նախաձեռնող Սաիդ Ապողոսյանը երեկ հայտնել էր, որ այն կիրականացնեն մեկ շաբաթ, առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 20:00-ն։ 18-ամյա Դավիթ Մինասյանին Նայիրի բժշկական կենտրոնից տեղափոխել են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել էր փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթ Մինասյանը կալանավորվել է ապրիլի 1-ին, նա մարտի 19-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից մեկն է։ Դպրոցական Դավիթին մեղադրում են խուլիգանություն եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությունը միջամտելու համար։ Իդեպ փաստաբանը նշել է, որ Դավիթին տեղափոխել են անվասայլակով, քանի որ ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում։
Արցախյան պատերազմի մասնակից Անաստաս Իսրայելյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել արցախահայության, մասնավորապես արցախցի կանանց եւ մայրերի հասցեին վիրավորական ու ատելության խոսք տարածող անձանց։ Նախաձեռնության հեղինակները շեշտել են, որ հասարակության մեջ առկա պառակտումն ու նմանատիպ հակահայկական դրսևորումները պետական մակարդակով հովանավորվելու կամ անպատժելիության մթնոլորտի հետևանք են։ Ըստ Անաստաս Իսրայելյանի, եթե իրավապահ համակարգը օպերատիվ կերպով չարձագանքի այս դեպքերին, ապա դա կհաստատի այն կասկածները, որ գործընթացը ուղղորդում են հենց իշխանությունները։ Հայ տղամարդիկ լինելով մենք միշտ պաշտպան ենք կանել մեր մայրերին, մենք միշտ պաշտպան ենք կանել մեր քույրերին ու մեր, որ ասում է, կանանց։ Այսօրվա իրավիճակը հերիք չի կարելի տես բաներ ասած, բայց հաշվի առնելով, որ պետական մակարդակով մարդիկ այդ արտահայտությունները արել են, մնացել են անպատիժ, հենց առաջին պետության ղեկավար համար մեկը, հենց երկրորդ ղեկավարը, եթե այդ մարդիկ թույլ են տվել արցախայության նկատմամբ արտահայտություններ ու մնացել են անպատիժ, այսա դրա հետևանքներն է։ Արցախը Հայաստանի զավակն է։ Մենք էլ այսօր այդ զավակի պտուղներն ենք։ Այսօր չի կարելի այդ ձևի վերաբերմունք ցուցաբերել հայ ազգի մեջ կամ հայ ժողովրդի նկատմամբ։ Սա կապ չունի արցախահայության մայրերին, սա ընդհանուր մեր մայրերի հետ կապված բոլորիս մայրերի մասին է խոսքը գնում, որովհետև մի ազգ ենք ժողովուրդ, մի ազգ ենք վերջը հասկացեք, այս ազգի մեջ մենք կարանք մի հատ համերաշխության մթնոլորտ ձևակերպենք։ Երկստեք հարգանքի տրամաբանության մեջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Ստամբուլ, մասնակցելու միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Նրա խոսքով հնարավոր է այնտեղ ոչ պաշտոնական շփում ռուս գործընկերոջ հետ։ Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ, ասել է ազգային ժողովի նախագահը։ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ այցը տեղի կունենա ապրիլի 16-ից 19-ը։ Իսլամաբադում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև վերջին տասնամյակների ամենաբարձր մակարդակի բանակցությունները կարող են շարունակվել արդեն այս շաբաթավերջին։ Չնայած նախորդ փուլն ավարտվել էր առանց բեկումնային արդյունքների, կողմերը պատրաստակամություն են հայտնել վերադառնալ քննարկումներին։ Ըստ New York Times-ի առանցքային թեմաներից մեկը ուրանի հարստացման դադարեցումն է։ Թեհրանն առաջարկել է սահմանել 5 տարվա դադար, սակայն Վաշինգտոնը պահանջել է ավելի երկարատև՝ մինչև 20 տարի։ Քննարկվող հարցերի թվում են նաև Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումը, Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Թեև հանդիպման հստակ օրը դեռևս հաստատված չէ, Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ կողմերը պատրաստվում են հանդիպել հանգստյան օրերին։ Իսլամաբադը որպես միջնորդ արդեն ստացել է Իրանի դրական արձագանքը բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը արել է իր վերջնական եւ լավագույն առաջարկը, որը պետք է հիմք հանդիսանա հետագա փոխըմբռնման համար։ Թուրքիայի դպրոցներից մեկում 18-ամյա նախկին աշակերտը զինված հարձակվել է կրթական հաստատության վրա։ Երիտասարդն առավոտյան պոմպային հրացանով ներխուժել է դպրոց եւ անկանոն կրակել նախ բակում, ապա շենքի ներսում։ Հրաձգության հետևանքով վիրավորվել է 16 մարդ, որոնցից 9 աշակերտ եւ ուսուցիչ, 4-ը դեպքի վայր ժամանած ոստիկան։ Հարձակման ընթացքում զինված երիտասարդը մի քանի հոգու պատանդ է վերցրել, սակայն աշակերտների եւ մանկավարժների մեծ մասին հաջողվել է ժամանակին տարհանել շենքից։ Հարձակվողն ինքնասպան է եղել։ Հարձակման նրբապատճառը դեռևս հայտնի չէ։ Майбутнє вже на полі бою. Ուկրաինան առաջին անգամ մակարակորդի ամրացված դիրքը գրավել է ցամաքային ռոբոտացված համակարգերի եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս գործողության ընթացքում հետևակային որևէ զինվոր չի մասնակցել գրոհին, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Մարտական առաջադրանքը կատարվել է մի քանի փուլով։ Զինվորի փոխարեն ամենավտանգավոր եւ բաց տարածություններով առաջ են շարժվել ցամաքային ռոբոտները։ Զելենսկին նշել է, որ տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս խնայել ամենաթանկը՝ զինվորի կյանքը։ Замість воїна йшов робот. Գերմանիան եւ Ուկրաինան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր։ Վլադիմիր Զելենսկին Բերլինում հանդիպել է Ֆրիդրիխ Մերցի հետ, մասնակցել ուկրաինա-գերմանական միջկառավարական խորհրդակցություններին։ Գերմանիայի Զելենսկին կմեկնի Նորվեգիա, որտեղ բանակցություններ կվարի երկրի վարչապետի հետ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նորվեգիան Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրման ծրագիրը հետաձգել է։ Ինքնաթիռները տեղ կհասնեն միայն 2027 թվականին, ինչը զգալիորեն ուշ է սկզբնապես նախատեսված 2024 թվականի ժամկետից։ Toyota ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող իր բասկետբոլիստ ռոբոտին։ Նա կանգնած է անիվների վրա եւ գերարագ է, կարողանում է գնդակը շատ դիպուկ ցանց նետել։ Ռոբոտն իր առաջին հրապարակային ելույթը կունենա Ճապոնիայի բասկետբոլի լիգայի խաղի ընդմիջման ժամանակ։